չեմ ուզում ձեր համբերությունը շատ չարաշահել, այսօր շատ բան կարող եմ խոսել, բայց ամենակարևորներից մեկն ասեմ ձեզ։ Քվեարկության չգնալով ջուր ենք լցնելու բոլորի ջրաղացին։ Գնալով ընտրելով 5-րդ համարին մերժում ենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածուներին։ Ձայն տալով 5-րդ համարին մերժում ենք Սերժ Սարգսյանի թեկնածուներին։ Ձայն տալով 5-րդ համարին մերժում ենք քաղաքացիական պայմանագրի թեկնածուներին։ Ես որպես գյումրեցի թեկնածու, որպես գյումրեցիների թեկնածու գնալու եմ իջև վերջ ժողովրդիս հետ։ Թեկուզ եւ տաղարժենա իմ կյանքը։ Սիրում եմ բոլորին, հպարտանում եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ գյումրեցի եմ, կնակի հպարտ եմ, հենց գյումրեցի եմ։ Ով է կանգնած այս կամ այն թեկնածուի հետևում։ Միակ այլընտրանքային թեկնածուն Արտյոմ Թումանյանն է, ով պայքարելու է բոլոր ու թեկնածուների դեմ։ Գյումրեցիներ, դուք ձեր հոգու խորքում ձեր սրտի մեջ գիտեք ինչ եք անելու։ Ձայն տալով 5-րդ համարին Արտյոմ Թումանյանին, իմացեք, որ 5 տարի ծառայելու եմ, կեղեքելու եմ, տանջելու եմ ինձ, բայց հասնելու եմ այն նպատակի, որ մեր Գյումրի քաղաքը պետք է մեզ չշտկի։ Ես դա ձեզ խոստանում եմ։ Ուրեմն մենք ունենք պայմանավորվածություն Սփյուռքի հետ, որ իմ ընտրվելուց հետո տարեկան $200 միլիոն դնելու հենց Գյումրի քաղաք Շիրակի մարզ։ Դա կազմում է ամսական $16 միլիոն։ Դուք պատկերացնում եք ինչ թվին եմ խոսում ես։ Այդ գումարները լինելու են բոլոր տնտեսվարողների գրպաններում, հյուրատներ, տաքսիներ, չգիտեմ հյուրանոցներ, ռեստորաններ, հիվանդանոցներ եւ այսպես շարունակ բոլորի գրպանները գումարներ են մտնելու։ Եվ սրանով է Գյումրին զարգանալու, մեր քաղաքի բյուջեն է մեծանալու։ Սա է լինելու մեր հաղթանակը։ Կառուցելու ենք աղբի վերամշակման գործարաններ, տրամադրելու ենք Գյումրի քաղաքին անվճար տեխնիկա, որոնք առավոտից իրգուն մաքրելու են Գյումրու աղբը, վերամշակելու են, ստեղծելու են աշխատատեղեր։ Այս սրա մասին պետք է խոսենք, որ ոչ մեկ չեն խոսում, որտեղ իրանք չուզում դառնալ քաղաքապետ։ Ուղղակի թղթի վրա գրում են, որը մնում է միշտ անգամ անկատար։ Հիմա 37 տարի բոլոր իշխանությունները, բոլոր նախագահներն ու վարչապետերը խոստացել են, եկել են ցերկվեն, մեկ քվեն մեզանից տարել են, բայց ոչինչ չեն արել։ Կոպիտ ասած մեր լեզվով մեզ քծել են։ Հիմա մենք պետք է ժողովրդով հակառակն անենք այս անգամ։ Պետք է մենք քծենք բոլորին, մեր ձայնով ու մեր քվեով։ 2021 թվականին բոլորը դարել էին շների մասնակետ, ինչպես հիշում եք։ Առաջի մարտը ես է որ ելա ասեցի, չի կարելի երկու կուսակցությունով միանալ, քանի որ այդպես լեգիտիմ չէ։ Քաղաքի ժողովուրդը իր ձայնը տվեց այս կամ այն թեկնածուի, բայց հիմա կարող եք ինձ ձեր ձայնը ում եք տվել։ Գոնե դուք այդ 3 տարի առաջվա թեկնածուներին դեմքերով հիշում եք, անուններով հիշում եք դուք, չեք հիշում։ Իսկ այսօրվա դրությամբ այդ շների մասնակիցները որ կան, անցավ 3 տարի, շներն էլի վխտում են քաղաքում, մարդիկ վախով են ման գալիս։ Շների հարցը ուղղակի տղամարդ ավարի լուծելու հարց է, մենք ունենք այդ ամեն ինչը լուծելու խնդիրը։ Մենք կառուցելու ենք բազմաբնակարան շենքեր, 3 տարվա ընթացքում պիտի չլինի Գյումրիում անօթևաններ։ Սա ամենամեծ ցավն է, որ Գյումրի քաղաքը ունի։ Ժամանակի 15 տարի առաջ չգիտեմ ում խելքն է եղել, որ Գյումրին հանել են անօթևանի կարգավիճակից, բայց Գյումրին դերևս ունի 280 ընտանիք, որոնք այսօր չունեն բնակարաններ։ Եվ այսօր մենք կոչվում ենք ոչ աղետի գոտի։ Քանի դեռ կա մի տնակ Գյումրիում, ուրեմն Գյումրին դեռ դուրս չի եկել աղետի գոտի հասկացողությունից։